Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։ Պարոն Ղևոնդյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ։ Պարոն Ղևոնդյան, նախ Նիկոլ Փաշինյանի վերջին այցերին անդրադառնանք։ Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը կարծես թե Հայաստանում չի լինում, հիմա էլ Եգիպտոսում էր եւ այնտեղ նրա հանդիպումները, Թրամփի հետ ձեռքսեղմումը բավական շատ քննադատվեց, ավելի վաղ նաև ԱՊՀ երկրների հետ կապված հանդիպումներն են քննարկման դաշտ բացել։ Ընդհանուր առմամբ, եթե գնահատենք այս այցերը եւ մասնավորապես Եգիպտոսում նրա հանդիպումը Ալիևի հետ, Թրամփի հետ, դուք ինչպես կգնահատեք։ Նախ Թրամփը Միջանցքի, այսպես ասած, Թրամփի ուղիղ երաշխավորը չի, իր ստորագրությունը անգամ չկա, դրանից ընդհանրապես հրավիրող կողմ է եղել։ Երկրորդը դուք մի քանի փաթեթներ ներկայացրեցիք արտաքին քաղաքական այցերի, դրանք տարբեր հասցեատերեր ունեն եւ տարբեր նպատակներով են եղել։ Երևի սկսենք սկզբից, Եգիպտոսը այց չէր, Եգիպտոսը հրավեր էր եւ Հայաստանի գործող վարչապետը պետության ղեկավարի դիրքերից ցավով եմ ասում, որ Հայաստանի ղեկավարն է, բայց Եգիպտոսում հայտնվել էր որպես դեկորացիա։ Եվ այդ դեկորացիան նպատակ ուներ ծառայեցվելու Թրամփի PR-ին, Թրամփի հրապարակային նարցիսական քաղաքականությունը, որ ես աշխարհի մի շարք կետերում խաղաղություն եմ բերել եւ հենա մեր Ալիևը, ընդ որում Ալիևին ուղղված առանձին ձևակերպումներ հնչեցրեց եւ Փաշինյանը այս անգամ գոնե կարծես թե անունը նշեց Հայաստանի ղեկավար չխառնեց։ Անկախ նրանից մենք ոնց ենք վերաբերում իշխանությանը, պետության վարկանիշի տեսանկյունից դա շատ բացասական երևույթ է, երբ որ քեզ ծաղրացուի պես են վերաբերում, երբ որ քեզ մոռանում են, երբ որ քեզ բերում են որպես գույք դեկորացիա հիշատակելու, որ այ մենք իրանց հետ ենք արել, ու երբ որ Թրամփը իր այսպես տեքստի մեջ, երբ որ ուզում էր գլուխ գովալ, որ ինքը պատերազմը կանգնացրել, իդեպ ինքը պատերազմ չի կանգնացրել, ինքը ընդհանրապես հարթակ է ստեղծել, որպեսզի նախաստորագրվի միջազգային իրավունքի տեսանկյունից շատ խնդրահարույց նախապայմանագիր, որը այս պայմանագրությամբ գոնե իրավական որևէ բովանդակություն չունի։ Այդ իրավիճակում մեր Հայաստանի Հանրապետության վարչապետը շատ տհաճ, շատ ստորացված կարգավիճակ ուներ։ Զուգահեռաբար Ալիևին հնչեցվող տեքստերը ուժեղ մենեջերի, ուժեղ կառավարչի այսպես զոներ էին, հա, այսինքն Թրամփը Ալիևին ընկալում է որպես ուժեղ լիդեր, Հայաստանի ղեկավարին որպես մարդ, ում հետ Ալիևը խնդիր ուներ, խնդիրը լուծեցինք հենց այդ պետության հաշվին։ Առհասարակ միջազգային իրավունքը եւ Թրամփի քաղաքականությունը շատ հստակ կարմիր գիծ ունի։ Ես ուժեղների հետ եմ, մենք ուժեղներ ենք եւ մենք պարտադրում ենք բոլոր մյուսներին ենթարկվել մեր քաղաքականությունը։ Թրամփի վերաբերմունքը Ռուսաստանի ղեկավարին էլ է նույն, այսպես դիտանկյունից, հա, պրիզմայով, որովհետեւ ինքը տեսնում է դեմս Պուտինի ուժեղ մարդու, բայց ինքը ունի նաև ամբիցիաներ, իհարկե, հաճախ հիշում եք ինչ հակասական տեքստեր հնչեցնում Պուտինի հետ կապված, հա։ Մենք ունեցանք նաև նույն երկրի ղեկավարը, վարչապետը այց ունեցավ ԱՊՀ ֆորմատ, ԱՊՀ-ն պարբերաբար, այսինքն վերջին շրջանում պարբերաբար եւ հետեւողականորեն մերժելի ֆորմատ է, ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ն, տարբեր տիպի մասնակցություններ եւ այլն, բայց իդեպ վերջերս ՀԱՊԿ-ի ֆորմատում են մասնակցել, այսպես միջոցառման, կարծեմ Բելարուսում էր, եթե չեմ սխալվում։ ԱՊՀ-ում ցավալիորեն նորից այս ծաղրի առարկա դարձավ։ Դա Բելարուսի ղեկավարի այդ համապատասխան այդ վարքը, գիտեք, ինքը որևէ ձև չի տեղավորվում այդ լիդերների ֆորմատի մեջ, ոչ տեղավորվում էր Թրամփի ֆորմատի մեջ, ոչ տեղավորվում էր ԱՊՀ-ի այդ ավանդույթային լիդերների ֆորմատի մեջ։ Դու հասկանում ես, որ այս մարդը որևէ ձև այն կարգավիճակում, որում ինքը կա, դրա հետ որևէ առնչություն չունի։ Մենք կարող ենք հիշել նաև բարբերաբար եւ նախկին այդ հանդիպումները ԱՊՀ-ի ֆորմատով, հիշում եք, երբ որ առանձին էին նստածում, կարծես են մերժվածը լիներ անկյունի, ասենք սեղանի անկյունում էին նստեցնում եւ այսինքն հստակ երևում է, որ ինքը յուրային չի այդ ղեկավարների շրջանակում, այլ ինքը պատահականորեն իրականում հենց այդպես էլ փաստորեն ոնց որ կա հայտնվել է այդ ֆորմատում ու արկածախնդիր քաղաքականություն է վարում, իրանք էլ տեսնում են, որ այդ արկածախնդիր քաղաքականության համար պատճառով վճարում է պետությունը, Հայաստան պետությունը։ Բայց դա ռեալ քաղաքականություն է, այստեղ զիջելու,
չգիտեմ, այնտեղ ինչ-որ մեկի ուսին լացելու օրակարգեր չկան։ Ունենք այն ինչ որ ունենք, այս բոլոր այցերը կապված չեն մեծ հաշվով Հայաստանի հետ։ Դրանք անհատապես կապված են գործող վարչապետի քաղաքական ապագայի հետ եւ այդ այցերը վաճառելու են ինքը այնտեղ իր սեփական իշխանությունը պահելու հարցն է լուծում։ Այո, ինքը անընդհատ ամենատարբեր հարթակներում ներկայանում է, փորձում է օրինակ այս հանդիպման ժամանակ Մակրոնի հետ էր զրուցում, Մակրոնը իր համար եվրոպական հարթակում կոմունիկատորի բովանդակություն ունի, այսինքն իր գործերը դասավորողն է լինում, կենցաղային լեզվով ասած մեկը էլ Մակրոնի գործերը դասավորել, որովհետև ցախողումը պետությունը ցախողել է Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը, Աֆրիկան առանց Ֆրանսիայի մնացել, մինչդեռ 6 պետություն կար աֆրիկյան հատվածում, որոնք ֆրանսիական գաղութ են եղել, հետո դաշնակցային հարաբերություններ, ովքեր վերցեցին այդ պետությունները, ասեմ Չինաստանը, Թուրքիան, ռուսները։ Այսինքն Ֆրանսիան էլ է ձախողում։ Հիմա գնացել է մի ձախողակը գնացել է, թող կոպիտ չհնչի, բայց մյուս ձախողակի միջոցով ուզում է սեփական քաղաքական ապագայի, սեփական արտաքին քաղաքական ինչ-որ դրույթների իրացման հարթակներ գտնի։ Դու կյանքը ցույց Ճիշտ եմ հասկանում, եւ արևմուտքում եւ ԱՊՀ երկրներում առաջին հերթին Ռուսաստանի հետ կապված Նիկոլ Փաշինյանը չի կարողանում այլևս այն վստահություն ունենալ, որ իրեն կպահեն Հայաստանի Շատ վաղուց չունի այդ վստահությունը, դաժե 2019 թվականից ասեմ, դες Եվրամիության հանձնակատարները շատ արհամարհական էին վերաբերում իրեն թվում էր, որ ինքը հեղափոխությունը կարող է վաճառել Եվրամիության վրա, Եվրամիությունը ասես կդրես տղա ջան, դու քո երկիրը, քո հեղափոխությունը, մենք շատ լավ գիտենք այդ ամենը ոնց է արվել, այնպես որ շատ մի ոգևորվի, հա շատ կոշտ խոսակցություններ են եղել ժամանակի, ես 3-4 տարվա առաջվա մասին եմ ասում, դաժե ավելի շուտ, հա։ Իսկ հիմա կներեք աշխարհը անկառավարելի քաոսի մեջ է։ Սկզբունքը ուժն է, ուժի բալանսը, որը անընդհատ փոփոխվում է։ Ում է հետաքրքիր ձախողակ ինչ որ մեկը, ով սեփական պետության շահերը մատաղ անում, իրեն այսպես կառապտարան տանող դաշինքներին, թուրք-ադրբեջանական դաշինքին եւ այլն, հստակ աշխարհում փոփոխություն է տեղի ունենում։ Ազդեցության զոնաներ, ազդեցության զոնաներից մեկն էլ հարավային Կովկասն է լինելու եւ կա, եւ այդ ազդեցության զոնայում լինելու է հստակ հիերարխիա, ով է, այսինքն ով ում է ենթարկում, ում շահերը, ում շահերի հաշվին են սպասարկում։ Մենք այս պարագայում իդեպս ի շնորհիվ գործող վարչապետի սպասարկու պետություն ենք դարձել, թե Ադրբեջանի, թե Թուրքիայի մասով։ Հիմա եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի մասում նաեւ անդրադառնանք Սյունիքի ճանապարհին, Թրիփին, ինչպես ասում են իշխանությունները, որը լինելու է մեր ինքնիշխանության, իրավազորության սահմաններում։ Երեք օրինակ էկոնոմիկայի նախարարն ասում էր, որ մտահոգություն չպետք է լինի, եթե այնտեղ գան, ասենք, թուրքական, ադրբեջանական ընկերություններ եւ ներդրումներ անեն։ Դուք մեծ հաշվով տեսնում եք այստեղ լուրջ էական խնդիր, երբ որ Հայաստանի իշխանությունը վստահեցնում է, որ որևէ բան, դուք ձեր խոսքում նշեցիք, որ զիջում է, որևէ բան չի զիջում, բայց իրենք ասում են, մենք ոչինչ չենք զիջում, ինչ ենք զիջում, ապա շրջափակում ենք ճանապարհները, ճանապարհ ենք տալիս եւ Թուրքիային, եւ Ադրբեջանին, եւ բոլոր երկրներին, թող գան, ազատ գնան մեր բոլոր ճանապարհները։ Ռոզանա ջան, եթե մենք զուտ մեդիա մոնիտորինգ անենք 2018 թվականից սկսած Հայաստանի գործող վարչապետի հարցազրույցները, ասուլիսները, հայտարարությունները, Facebook-յան լայվերը, միջազգային հարթակներում հայտարարությունները եւ փորձենք դրանք որակական անալիզի ենթարկել, իսկ ինչի մասին էր խոսում։ Մենք մի բան ամենաշատը կտեսնենք անհամապատասխանելիություն, թեզերի անհամապատասխանություն։ Իսկ մի անգամ մի բան ասում, մյուս անգամ ինքն իրան հակասում է, հետո սուտ ասում, հետո հերքում է իր նախորդ ասած անգամ տեսանյութերում։ Հիմա ոմն Գևորգ Պապոյանը, ով շատ պատահմամբ է հայտնվել այդ կարգավիճակում, այն մարդը չի, ում թեզը մենք այս ֆորմատով քննարկենք, որովհետև ինքը ոչ մեկ դա ամբողջ իշխանական թեզ է։ Այո, ինքը ընդհանրապես այստեղ մամուլի խոսնակի ֆունկցիա է կատարում կամ ինքնահարային ասում։ Բնականաբար որևէ թեզ, որ հնչեցում է գործող կառավարության ղեկավարի կամ նրա այլ ներկայացուցիչների կողմից, հերքման ստի հետ հոմանիշային հարաբերություններ ունի։ Ինչ է ամենաշատ արել այս կառավարությունը։ Ուղղակի զուտ փաստերով նստեք նայեք, ինչ են ասել, ինչ են հրճակել, ինչի են հանգել։ Նույն մարդը դիամետրալ հակառակ բանն է ասում։ Մի տարվա տարբերությամբ, այսինքն ակնհայտ է, որ այստեղ սուտը հիմնական դոմինանտ բառն է, որ պետք է օգտագործել։ Երկրորդը, եթե մենք ունենայինք լիովին այլ իրավիճակ, լիներ երկրի այլ վարչապետ, Հայաստանի կարգավիճակը լիներ այլ, ես ամենևին դեմ չէի լինի, եթե լինեին միջազգային երաշխիքներ եւ երաշխավորներ, որ այդ համատեքստում ինչ որ տարածքներում Հայաստանի թուրքական եւ ինչու՞ չէ ադրբեջանական, բայց հայելային կերպով նաեւ հայերը Ադրբեջանում բիզնես գործունեություն իրականացնեին։
Ես ամենևին դեմ չէի լինի, հակառակը ես շատ կողմ կլինեի, բայց դրա համար պետք են լինեն ինստիտուցիոնալ մեխանիզմներ, երաշխավորներ, խաղի հստակ հաստատված կանոններ, եւ որ կողմերից առնվազն մեկը չխոսեր արևմտյան Ադրբեջան խոսույթի մասին, որը ենթադրում է Հայաստանի Հանրապետություն, այսինքն վաղը չեմ իսօրը այնուամենայնիվ մենք գալու ենք Հայաստանի Հանրապետություն, որտեղ դա մեր ենթադրելի գաղափարն է ազգային նոր, որի շուրջ պետք է մոբիլիզացվենք եւ դա մեր խնդիրներն են, որ լուծելու ենք։ Այսինքն մենք ունենք գոյաբանական սպառնալիք, տրամաբանական է, չէ՞ ոնց կարելի է թույլ տալ այդ ամեն ինչ։ Ինչ վերաբերում է այդ միջանցքի խնդիրը, ընդհանրապես փաթեթավորման խնդիր է։ Հիմա ինչի է Նիկոլ Փաշինյանը տենց նյարդային գծկումների մեջ հայտնվում միջազգային հարթակներում, այլ հիշում եք Շանհայում այդ մասին խոսեց, ՄԱԿ-ում խոսեց, հարցադրում արեց Ալիևին եւ այլն։ Բոլորը Զանգեզուրի միջանցք են խոսում։ Անկամ թուրքերը պլանավորումներ ունեն, տնտեսական գծագրեր ունեն եւ այլն, հա։ Դե դա վերջնական պատճառաբանությունը թե ասում է Հորադի Զանգելյանը նկատի ունեն երևի թե։ Գիտեք, ծաղրածուի սուտ խոսալու արձագանքելը դժվար բան է մասնագետի բանակայում։ Հիմա վերադառնանք բունյութին։ Այ 2026 թվականի ընտրություններից հետո դուք կտեսնեք ոնց է գործող վարչապետի հռետորաբանությունը այս թեմայով դիամետրալ փոխվում։ Ինչ միջանցք հիմա ինչ կապ ունի, մենք ենք կառավարելու, թե նրանք են կառավարելու, կարևորը առևտուրը լավ լինի, կարևորը հայերը աղքատ չապրեն, կարևորը հայերը հարուստ ապրեն, գործազրկություն չլինի եւ այլն, ինչ կարևորը ով կկառավարի այդ ճանապարհը, հենց այս բառապաշարով է լինելու։ Խնդիրը նախընտրական շրջանում միջանցքի գաղափարի, այսպես ասած, չհանրայնացումն է ներսում։ Մյուս կողմից էլ այստեղ ուրիշ խնդիր էլ կա։ Այնուամենայնիվ ինքը հասկանում է, որ իր գոյության իրավունքը առհասարակ թե ֆիզիկական, թե քաղաքական կապված է այդ միջանցք կոչվածի հետ։ Այսինքն ինքը որ լինի, հնարավորություն կարա տա, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ անկաշկանդ փոխհարաբերությունների եւ կոմունիկացիոն լոգիստիկ կապերի մեջ լինի։ Թե ինչ կլինեն այդ բեռնատարներում կամ այլ մեքենաներում, դա իրեն մեծ հաշվով հետաքրքիր է, կարևորն է, որ ինքը ծառայություն մատուցելու է, բայց եկեք այստեղ մի ուրիշ հարց էլ քննարկենք։ Հայաստանը ԵԱՏՄ երկիր է, ախր չէ։ Այդ տարածքը, այդ սահմանագծված տարածքը, դա ոչ միայն Հայաստանի տարածքն է, այլ ԵԱՏՄ-ի շրջանակի մեջ, պետության անդամ շրջանակի մեջ, հա։ Այսինքն այստեղ հարցադրումներ էլ կան այլ ուժային կենտրոնների հետ կապված եւ այլն, հա։ Այնպես որ այդ հարցադրումներն էլ պետք է հաշվի առնենք։ Այստեղ իհարկե կա եւ հիմնական կարևորագույն հարցադրումը, դա նախապայմանն է, չէ՞։ Այդ խաղաղության պայմանագիր կոչվածի, որտեղ Ադրբեջանը ասում է ամենակարևորը սահմանադրական հանրաքվեն է եւ այսօր Միrzոյան Արարատը շատ ուրիշ խիզախ կերպով, որը ասես մեր դերքին գործն է դա։ Դա ժպիտ առաջացնում, որտեղ հիմնականում միշտ այդպես են ասել, հետո սկսել են նշաձողը իջացնել, հետո արել են այնպես, ինչպես Ադրբեջանը։ Մինչև պատերազմը իրենք այո սահմանադրական փոփոխությունների մասին էին խոսում եւ նույնիսկ ԱՅՈ-ի քարոզարշավ էին անում։ Հետո հասկացա, որ չի հասնելու, միանգամից չեղարկեց։ Չէ, կորոնա խանգարեց։ Էդ էլ է հանգամանք, բայց այնուամենայնիվ իրենք հասկանում են, որ չի ստացվելու։ Այս պարագայում էլ չի ստացվելու։ Իրենք իհարկե ցանկանալու են, որպեսզի մասնակցությունը լինի քիչ, բայց քարոզչական թեզերի մասին արդեն մտածել են։ Պետք է փոխվենք, որպեսզի կարողանան խաղաղ ապրել, խաղաղություն վաճառել սեփական հասարակության վրա, այս քաղաքական չելնոկների համար, հա, այս առևտրականների համար կեսակերպ է դարձել մեծ հաշվով։ Իրենք ամեն ինչ փորձում են վաճառել սեփական ժողովրդի վրա, չէ՞։ Խաղաղությունն են վաճառում, չգիտեմ, ապագան են վաճառում, ապագան կա, բայց ասենք մարդիկ Պարոն Ղևոնդյան, եթե օրինակ տեսեք վերջերս երկրորդ նախագահ ասուլիս տվեց եւ այդտեղ նա խոսեց ճանապարհի մասին եւ ասեց պետք է շարունակեին, եթե ուզում էին օգուտներ լինի Հայաստան ունենա օգուտներ, պետք է ճանապարհը շարունակվեր դեպի երազ։ Եթե նման բան, նման առաջարկը կյանքի կոչվեր, ճիշտ կլիներ այս ճանապարհը։ Իհարկե, որովհետեւ այս տարբերակով մենք ընդհանրապես որևէ լծակ ազդեցության գործիք չենք ունենում այդ ճանապարհը։ Ավելին ասեմ, Ալիևը որ պահանջել էր, որ որևէ հայկական մաքսակետ չլինի, գործող վարչապետը իր ելույթներից մեկում չասեց տեխնիկական անձնակազմա լինելու։ Այսինքն Ալիևը ինչ ասում է, մարդը գլուխը կա, խելոք անում է, մանիպուլյատիվ ինչ-որ տեքստեր ամացնում, մի քիչ էսկո, մի քիչ ենկո, մի քիչ հիշում է նախկիններին, մի քիչ չգիտեմ ներկաներին, Ռուսաստանին է մի քիչ հիշում, վերջերս Ռուսաստանից չգիտեմ, քիչ է սկսել հիշել ինչ-որ հանգամանքներ հավանաբար կան, բայց իհարկե այդ ցանկացած կոմունիկացիա ոչ միայն Հայաստանով պետք է անցնի, չէ՞, Ադրբեջանը թե մենակ Հայաստանն է դարձել։ Դրանն ունեն պատասխան, ասում են դե մենք խաղաղության խաչմերուկ ունենք, դա ենթադրում է նաև
ապա շրջափակում բոլոր ճանապարհները։ Ասելով չի, բայց ինչի է Թրամփի ուղի այդ փաստաթղթի մեջ դետալիզացված Հայաստանի հատվածը, իսկ Ադրբեջանի հատվածի մասով ոչ մի դետալիզացիա չկա, կա գրած է հայլային կերպով, ինչ հայլային կերպ։ Ինչի մասնա խոսքը։ Ոչ քարտեզի հիմքն եք վերցնում հայլային կերպի համար։ Հայաստանը դրած է բանակցային օրակարգի նշաձողին, սեղանին։ Չի մասնա, ակնհայտ է, չէ։ Իդեպ այդ փաստաթղթը բավական հետաքրքիր ծուղակներ ունի նաև Ալիևի համար, որ վաղ չեմ ասում հղում անելով ինչ-որ կետերի չիրագործմանը չստորագրած վիճակով։ Ալիևը կրա ռազմական գործողություն սկսի, ես ասում կարող է, չի, բայց այս պահին ինչի սկսի, եթե ԱՄՆ-ի ստանում է։ Հիմար չի, իհարկե հիմար չի։ Հակառակը Թրամփը Ալիևին ասում է օրինակելի աշխարհի ամենահազդեցիկ լիդերներից է դարձել։ Որ կետը կարող է նրան հիմք տալ Հենց բանի հետ կապված, Սյունիքի հետ կապված։ Իսկ իդեպ ասեմ ձեզ, պարտադիր չի այդ միջազգի մի կետով լինի։ Իհարկե պարտադիր չի։ Այն ինչ որ ասացիք երկրորդ նախագահի առաջարկի հետ կապված, քարտեզում էլ էր նշված, իհարկե պիտի դիվերսիֆիկացվի։ Անկամ տնտեսական առումով է դա խելամիտ, հա, եթե մնացած բոլոր հանգամանքները դնենք մի կողմ, հա, իհարկե։ Չի մասնա խոսքը։ Ձեր խոսքում նշեցիք, որ թե 2026 թվականին Նիկոլ Փաշինյանն ընտրվի, խոսույթը ճանապարհի հետ կապված փոխվելու է։ Հիմա հասկանանք 2026 թվականին Նիկոլ Փաշինյանի ընտրվելու շանսերը որքան են հիմա, որովհետև արդեն հայտ են ներկայացրել քաղաքական որոշակի ուժեր, ամեն օր նոր այսպես զարգացումներ են արդեն սպասվում։ Ինչ երաշխիք կա կամ ինչպես անել, որ իշխանությունը չվերարտադրվի։ Լավ ասեցիք, ինչպես անել։ Նախ ստապ գնահատել սեփական հնարավորությունները, չկտրվել իրականությունից։ Պետք է հասկանալ, որ գործող իշխանությունը իշխանություն է, իսկ իշխանությունը միշտ ուժեղ է, ունի բռնության գործադրման լեգիտիմ գործիքներ օրինական, որոնք ինքը կարող է շատ ոչ օրինական ձևով օգտագործել, ունի ցանցային կապեր, որոնք բավական զարգացրել է այս ընթացքում, կուսակցաշինությամբ զբաղվել, կա ակտիվ պոպուլիզմ, կա ագրեսիվ քարոզչական աշխատանք, որը գրագետ են անում ընդդիմության դեմ այդ նախկինների թեզերը այս կամ այն ձև տրանսֆորմացնելով։ Այդ խաղաղության թղթի կտորը, կարծում եմ Նիկոլ Փաշինյանի համար իր սեփական ծննդականից ավելի կարևոր է, որ ինքը փորձել է վաճառել հասարակության վրա, բայց այստեղ ուրիշ խնդիր կա, հասարակությունը չի հավատում։ Անկամ այն մարդիկ, ովքեր որոշակի նեյտրալիտետ ունեն կամ 18-ին աջակցում էին, հիմա այնուամենայնիվ որոշակի կամահրանք, կասկածներ, զսպվածություն ունեն, որտեղ տեսնում են, որ պետության ներսում էլ ձախողումների շրջանակ կա, շատ երկար ձախողումների, ինստիտուցիոնալ ձախողումների, ոստիկանական համակարգ, բանահամակարգ, երթևեկություն, քաղաքում անձրև է գալիս, մարդիկ խեղդվում են այդ անձրևից, որտեղ փողոցներում, չգիտեմ, ջրհեղեղ է, այսինքն մարդը իրականության հետ առերեսվում է, հասկանում է, որ սրանք փաստորեն չեն կարող որևէ բան անել, բայց եթե սրանք ջուր չեն կարողանում մաքրել փողոցից, ինչ խաղաղության խաչմերուկի մասին են խոսում, չեն հավատում, բայց այնպես չի, որ մեծամասնությունը ամբողջովին ընդդիմադիրների ընտրազանգվածն է։ Չեն հավատում, բայց ամեն դեպքում սոցիոլոգիական հարցումներով էլի իշխանությունը ավելի բարձր տոկոս ունի, քան ընդդիմադիրները։ Այս խոսակցությունը շատ երկար կարա լինի, եթե ես սկսեմ խորանալ, հա։ Նախ մեկ մեծամասնության մասին երբեք չեն կարող ասել։ Մեծամասնությունը ո՞րն է եւ երկրորդը։ Հայաստանում կա մեջտեղում հայտնված չկողմնորոշած ամենամեծ զանգվածը։ Մի զանգված կա, որ ատում է քաղաքականությունը։ Այդ զանգվածը ատում է նաեւ բոլոր առաջատար դեպքերին, հա։ Մեր ձևով շարժման մասին չեմ կարող ասել, որովհետև ինքը չի ասոցացվում այդ նախկինների էլեմենտների հետ, կամ միգուցե ինչ-որ փուլից հետո իրանց էլ ատեն, միգուցե չատեն, իրանց համար լինի այլընտրանքային տարբերակ, հա, որ հստակ գործող վարչապետի անտի-ռեյտինգը ամենաբարձրն է, այո, բայց ընդդիմությունն էլ ունի բարձր անտի-ռեյտինգ։ Դա օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառների հետ է կապված, դա մանիպուլյացիայի հետ է կապված, դա մարդկանց քաղաքական գիտակցությունը տարիներ շարունակ մշակելու հետ է կապված եւ այդ թվում նաեւ մինչեւ 2018 թվականը, որտեղ այդ մարդիկ նոր չեն ծնվել, հա, դա կրթական ցենզի հետ է կապված եւ այլն։ Կենցաղային հայը այնուամենայնիվ մեզանում կա, դրա համար է գործող վարչապետը իրական Հայաստանի գաղափարախոսությունը առաջնում։ Ինքը իրական Հայաստանի գաղափարախոսությունը ի՞նչ է, դա զարգացում չի ենթադրող գաղափարախոսություն է։ Երջանիկ եղիր, որ ունես սարդարան, կուշտ ուտում ես, նայում ես հեռուստացույց ու վերջ։ Էլ ինչ ավել բան է քեզ պետք, ինչ կապ ունի հայ ես, քրիստոնյա ես, Հայաստանում ում հետ ես ապրում, դերքից հետո եւ այլն, հա։ Ինչ վերաբերում է քաղաքական process-ներին, նախ քաղաքականության համար մեծ գումարներ են պետք, որովհետեւ ամեն ինչ շատ թանկ է։ Երկրորդը, պետք է ստապ գիտակցում քո քաղաքական դերի կշռի ազդեցության շրջանակի հետ կապված, հա։ Երբ որ դու սկսում ես գերագնահատել քեզ, ու հետո գալիս ընտրության օրը դու ստանում ես 1.5% կամ 0.5% ու նման կերպ ենթադրենք 10 միավոր կամ
10 կուսակցություն, դրանք բոլորը միանում են ու ոնց է բաշխում տեղի ունենում, համապատասխան տոկոսներ հավաքած առաջի երյակի կամ առաջի քառյակի միջև, հա, պայմանական վերջնակ։ Այդ պարագայում առաջի դերով գնացող հիմնականում սովորաբար իշխանությունը ստանում է ամենաշատ ձայնը։ Այսինքն դու լինելով ընդդիմադիր, չհասկանալով, որ պետք է միանալ մյուս ընդդիմադիր մեծ կոնգլոմերատներին, կամ դուք ինքներդ մեծ դաշինք կնքեք, դրանով գնաք, սթափ գնահատելով, դու արդյունքում օգնում ես իշխանությանը։ Մենք այդպիսի փորձի դեպ ունեցել ենք 21 թվականին, երբ որ բոլորին թվում էր, որ իշխանությունը ռեյտինգ չունի, բայց արի ու տեսանք այն ինչ որ տեսանք, հա, ավելին ասեմ, խորհրդանացավ երկու ուժ, երրորդ ուժը օրենքի ուժով անցել։ Հիմա վիճակը ավելի վատ է լինելու։ Այսինքն տարբերություն ավելի մեծ է լինելու։ Փոքր ուժերը ավելի ցածր են ստանալու։ Այսինքն նոր, միգուցե լավ քաղաքական խոսույթ ունեցող, միգուցե հետաքրքիր առաջարկ ունեցող, բայց քաղաքական առումով ազդեցության ծավալի տեսանկյունից փոքր միջակայք ունեցող ուժերին քիչ քվե է գնալու։ Այսինքն ձեր ասածով փոշիանալու է։ Փոշիանալու հավանականությունը ավելի մեծ է։ Ով որ շատ է ստացել, բնականաբար Հիշենք, որ իշխանությունը գնալու է իրեն։ 2020 թվականին պատերազմից հետո էր, բայց եթե պատերազմից հետո մարդիկ չգնացին ու չտվեցին այդ միավորներին, հիմա չկա այն մոտիվացիա, որ իրենք պիտի գնան տան։ Իհարկե կարելի է ասել, չգիտեմ, փորձելու է վաճառել օգոստոսի 9-ի դեպքը, բանը Թրամփի հետ ուղու հետ կապված հարցերը, խաղաղության թեման։ Դուք չեք նկատել վերջի մի քանի ամիսներին ինչքան համերգներ, ֆեստիվալներ են լինում։ Ինքը շատ գրագետ է աշխատում։ Ինքը ասում է, ես ձեր անվտանգությունը խաղաղության էլեմենտի մասով ապահովել եմ, դե վայել եք ժողովուրդ ջան։ Բայց ասֆալտի վրա անգամ բերում, բյուջեն էլ է $6 միլիոն Ջենիֆեր Լոպեսի վրա են ծախսում այն դեպքում, երբ որ երեխաների արյան ռուսկաբանական այդ ինստիտուտի տարեկան ծախսը այդքան, ինչքան երեխու կարային փրկեն, չէ՞, Ջենիֆեր Լոպեսով, խնդիրը երեխա փրկելը չի, խնդիրը շոուն է։ Իսկ շոուն մարդիկ գնում են շո, վերջապես այդ մարդիկ լարվածության մեջ չեն կարա շատ ապրի, վերջապես մարդիկ կենցաղային մտածողություն ունեն։ Պետք է հետևաբար ընդդիմությունը պետք է ճիշտ առաջարկ կանի։ Ես նկատում եմ, որ մի շարք տարբերակները դիմադիր առաջարկների adekvat են այդ առումով։ Պարոն Ղևոնդյան, ընդդիմադիր թևերի, թիմերից ովքեր ձեր ասած առաջարկներ կարող են անել հասարակությանը եւ հասարակությունը կվստահի այդ առաջարկներին, այսինքն հասկանանք ովքեր են այս պահի դրությամբ առաջին հորիզոնականներում, որ ուժերը կարող են խորհրդարանում լինել եւ ռեալ ընդդիմախոս կամ մրցակից լինել իշխանության։ Ես կարող եմ ասել, որ տիտղոսային ընդդիմությունից Հայաստան դաշինքը այլ կառուցվածքով Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մասնակցելու է իր առաջնորդությամբ ենթադրում եմ, որ անցնելու է, որովհետև իրանց մոտ քաղաքական շեշտադրումներն են օրակարգին, արտաքին քաղաքականություն եւ այլն, հա, բայց բարեփոխված կազմով եւ փոփոխված կազմով, 5 կազմով չեն էլ կարա գնան, բայց նոր դեմքերում, նաեւ թե դաշնակցության հետ նկատում եմ այնտեղ կար երրորդ կուսակցություն էլ, հա, Վահե Հակոբյանի, որը դուրս եկավ, ինքը այլևս չկա, այո, նկատում եմ նաեւ անձնակազմի փոփոխությունը Հայաստան դաշինքի, հա։ Այդ մեկ նոր ձևավորված շարժումը կամավոր, որը ինստիտուցիոնալ ձևակերպում դեռ չունի, այդ մեր ձևով է, հա, Կարապետյանների ընտանիքի, ինքը հետաքրքիր նորություն է մտցրել, թարմություն է մտցրել, մի քանի հանգամանքի զորու, որ Սամվելը Կարապետյան եկեղեցու հովանավորներից մեկենասներից է եղել, նոր չէ, վերջի 20 տարում է եղել, ու երբ որ հարցադրում անում, որ մենք մեր ձևով եկեղեցուն կաջակցենք, ինչ որ մեկին թվում է, որ դա հեղաշրջման կամ իշխանության ուզուրպացիայի փորձ է եւ այլն, հա։ Իդեպ ինքը միայն Էջմիածնին չի օժանդակել, Հայաստանի ամբողջ տարածքում տարբեր եկեղեցիներ է պատրաստել, այդ էլ ֆիքս է, բարձր ոչ միայն եկեղեցիներ է պատրաստել։ Իրենց թիմը շատ երիտասարդ է, շատ նոր է, Հայաստանի քաղաքական մշակույթի համար տարբերվող թեզեր են հնչեցնում, բայց շատ տրամաբանական թեզեր են հնչեցնում, այսինքն չեն խոսում մեծ բաներից, գեոպոլիտիկայից, հա, որի վրա ազդեցության գործակից Հայաստանում որևէ մեկը գրեթե չունի։ Ասում են խնդիրը Ինչ եք ուզում, որ մենք մասնակցենք։ Ուզենալու համար պետք է առաջարկ անենք, չէ՞, քաղաքացիներին։ Մարզերով, գյուղերով են գնում, ուզում են հասկանան ինչ հնարավորություններ կա տեղական ճանապարհով գործազրկություն վերացնելու, որտեղ վերջի պետության կառավարումը դա տնտեսական կառավարումն է, տեխնոկրատ կառավարում է։ Դրա համար միշտ չի որ պետք է արտաքին քաղաքականություն իմանալ, դա պարտադիր է, բայց միշտ չի որ դու հասկանաս գործարան սարքելու համար ինչ արտաքին քաղաքականություն, չէ՞։ Այդ դրա համար այդպես առաջարկներով, այդպես կոնկրետ տեղային, հատվածային, կոնկրետ թիրախային հետաքրքիր իրավիճակ է ստեղծում ու կամավորական մեծ հոսք է նկատվում, հա։
Բայց ամենաշատ թիրախավորվածն է բնականաբար, ինչու, որովհետև գործող իշխանությունը, երբ որ Սամվելը Կարապետյանի եկեղեցու մասին խոսեց, իսկ իրանք շատ լավ հասկանում որ Կարապետյան Սամվելը ռեսուրս ունի, խոսքը միայն ֆինանսական ռեսուրսը չի։ Չեն կարողանում այդ մարդուն վնասեն, վիրավորեն, ոնց որ Բագրատ Սրբազանին չէին կարողանում։ Հիշում եք, պիտակավորումներ են տալիս, չի կպտում։ Հիմա օրինակ բանը գործը վերաձևակերպել են, նոր հոդված են կպցրել, փողերի լվացում, հենց այսօր դատական նիստ ալինելու։ Մարդը, ով մի քանի 100 միլիոն դոլարի ներդրում, բարեգործություն, તો զենք են արել Հայաստանի համար, սենց ասեմ ձեզ։ Հիմա այդ մարդուն մեղադրում են փողերի լվացման մեջ։ Այդ մարդը Հայաստանից տարեկան երևի վերջի 20 տարվա մեջ մոտ մի 10 քանի հազար մարդ է տարել Ռուսաստանում արտագնա աշխատանք։ Ինքը գործարար, ինքը հստակ խնդիր լուծելու ձևերը գիտի։ Ես չեմ ասում ինքը լավագույն լուծումն է կամ միակ լուծումն է, ամենևին, բայց լուծումներից մեկն է, որ քաղաքացին պետք է կողմնորոշվի, այսինքն այս մեկը այս դաշտում աշխատում, այս մեկը այս դաշտում։ Երիտասարդական այդ ավյունը կա ու հետաքրքիր բան, հավատի էլեմենտ եմ սկսել նկատել։ Դեռևս նոր է, այսինքն այդպես ուզում են հասկանան ինչ է կատարվում, բայց մարդիկ նաև հոգնել են, գիտեք, մարդիկ իրոք հոգնել են։ Գնում ես գյուղացիների բանի հետ խոսում ես, իրանք հասկանում են, որ այնտեղ չեն տեսնում։ Այսինքն ասում ես ջրագիծը 20 տարի է, այս ջրագիծը այս ձևա, բայց ուրիշ բան էլ իշխանությունը միջազգային վարկեր է վերցնում մեր հաշվին, դպրոցներ է նորոգում, նկարում է այդ դպրոցները, ներկում է, գեղեցիկ կարծին կայա ցույց տալիս, ասում այն նայեք մենք, բայց չի ասում, որ այդ դպրոցի դպրոցականների ընտանիքի ամեն մեկի վրա $4500 փող է, որպես պարտք դրած։ Այդ դրա համար հետո իրանք վատ երկրում են ապրել, որովհետև այդ պարտքը պիտի սպասարկեն գնալով մեծանալու։ Հիմա ես կարծում եմ, որ մեր ձևով շարժումը այնուամենայնիվ իհարկե հայտնվելու է խորհրդանում, բայց իրանք երկար նաև քաղաքական ճանապարհ ունեն։ Իրանք պետք է ինստիտուցիոնալիզացվեն, իրանք պետք է քաղաքական process-ներում հարվածող եւ հարված պահող թիմ ստեղծեն։ Դրանք հավանաբար չպետք է լինեն միայն երիտասարդներ, պետք է լինեն նաև ավելի ավագ սերնդի ներկայացուցիչներ ու միգուցե պարտադիր չի որ թիմում լինեն, կարող է խորհրդատուի կարգավիճակում։ Պետք է հասկանան, որ ազգային ժողովը դա հեշտ տեղ չի աշխատանքի։ Ու այնտեղ մտնելով իրենք պետք է հասկանան ում հետ են նստելու, ամեն օր ում հետ համատեղ շնչած օդն են շնչելու։ Այդ հանգամանքը կարևոր է։ Ես պատկերացում ունեմ նաև այսպիսի մի սցենարի հնարավոր, որ միգուցե առավելագույն ջանքի պայմաններում ընդդիմությունը երկրորդ, երրորդ տեղերը, հա, կարողանան մեծ թվեր տանեն։ Բայց ուրիշ հանգամանքի կասկածներ էլ ունեմ, որ իշխանությունը կեղծելու է ընտրությունները։ Իրենք գնալու են դրա, որտեղ իրանք վաբանկ պետք է գնան։ Իրանց համար այս ընտրությունները գոյության, անձնական գոյության խնդիր են։ Դուք տեսքի թերա գնահատեք, որ մարդիկ մոռացել են, որ իրենց երեխեքին տարան մորթեցին։ Մարդիկ սպասում են, որ սրանք իշխանությունից զրկվեն, անհատական մակարդակով եմ ես ասում։ Այդ մարդը ամեն օր նստում մխկտում է իր երեխու չգոյությունը, երբ որ գործող վարչապետը ասեց, կարայի նույն բանը տայի, բայց գերադասեցի, որ 5000 հոգի մարդ մահանա։ Դուք հասկանում եք, որ դա հանցակազմի մասին է։ Հետ կապված իրենք ամեն ինչ անում են, ամեն խոստում տալիս են, վստահեցնում են, որ նման բան երբեք չի լինի Հայաստանում։ Ասում են այսքան ժամանակ 7 տարվա իշխանություն ենք, մեկ անգամ մենք ընտրություն կեղծել ենք։ Ես կարող եմ ասել, ինչպիսի ազդեցության գործիքներ են եղել, ես ասեմ, որ 21 թվականի ընտրությունները ես չեմ կարծում, որ կեղծված ընտրություններ են եղել իդեպ։ Ես ինքս չեմ կարծում։ 18 թվականի ընտրությունները դրանք հետհեղափոխական ընտրություններին այնուամենայնիվ այդպես էր, չնայած կարծիք ունեմ, որ ընդդիմադիրներից կոնկրետ մի թիմի քվեները իջեցված է եղել ու անհասկանալի պատճառով այդ թիմը դրա հետ համակերպվել է։ Անհասկանալի պատճառներով։ Մի օր դրա մասին կխոսենք։ Ես 18 դեկտեմբերի 11-ի պարլամենտական ընտրությունների մասին եմ խոսում։ Որովհետև եթե այն ժամանակ իրավիճակը մի քիչ փոխվեր, երկրում կարար դիամետրալ ուրիշ process-ներ, ուրիշ վարչապետ կարայինք ունենայինք, ընդհանրապես ուրիշ մարդ։ Հիմա 26-ի հետ կապված, որ ասում են ինչ են ասել, որ ճշմարտությունն է դուրս եկել։ Հիշում եք, ինչ-որ մեկը ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ։ Հետո Պրահայում ասեց Արցախը Ադրբեջանը եւ վերջ։ Տեսեք, եթե չկա որևէ ընդդիմադիր ուժ, որը բացարձակ մեծամասնություն կլինի, կեղծել իմաստը ո՞րն է։ Բայց մի քանիսը կարող են լինել։ Ինչ են Սամվել Կարապետյանին կալանավորում, ինչ են Աճապահյանին 5 ամիս, որ 5 տարի առաջվա ինչ-որ թեզի համար, որտեղ վախենում են, դրանք հասարակական ազդեցիկ արժեքներ ունեցող մարդիկ են, չկոտրվող մարդիկ են։ Նիկոլը ինչով առանձնահատուկ, ինքը հայերի մի զգալի մասին կամ մի մասին լավ ճանաչում է։ Կամ փորձելու է վախեցնի, կամ գնի։ Սամվելին Կարապետյան ոչ են կարացավ անի, ոչ են կարացավ անի։ Աճապահյանին ոչ են կարողացավ անի, ոչ են կարողացավ։ Կան մարդիկ, ովքեր որոշել են, որ այսպես է լինելու։ Ոչինչ, ես կգնամ կնստեմ, դուրս կգամ իմ կռիվը կտամ։
ինքը ծանոթ չի, ինքը չի ընկալում սկզբունքային մարդկանց։ Ու դրա համար իր մոտ շատ հաճախ լինում են, չէ՞, այս տարբեր փոփոխություններ, ընդդիմադիր դաշտի մարդը մեկ էլ հայտնվում է ինչ-որ կարգավիճակում, ինչ տենդերներ է շահում, ինչ-որ վիճակների մեջ անում, եւ այլն։ Դուք գիտեք, դուք լրագրող եք, դուք շատ ավելի շատ բաներ եք տեսնում, հա։ Ինքը հային լավ է ճանաչում, ես նկատում եմ հայ հավաքական կերպարն, հայի մի մասին, հա։ Ու ուրեմն յանի արդյունացում է Սամվել Կարապետյանի պահվածքը, Աճապահյանի պահվածքը, միգուցե Բագրատ Սրբազանի պահվածքը, հա։ Ինքը նաև ունի հոգեբանական վախեր, որովհետեւ ինքը օրինակ Սամվելի մեջքին տեսնում է ինչ-որ ուժեր, հա, գեոպոլիտիկ ուժեր է տեսնում, հա, այնուամենայնիվ ինքը ունի խորհրդային վախեր այդ ուժերից, հա։ Գուցե արտահայտվում են այն հանգամանքով, որ իր թիմը մշտապես հայտարարում է, որ դուք Հայաստանը տանում եք միութենական պետություն։ Ուրեմն միութենական պետությունը, ընդհանրապես միութենական պետության մասին առաջարկում որ որևէ մեկը չխոսի, ինչի, որովհետև ովքեր հիմնականում խոսում են, գաղափար չունեն դրա մասին։ Այդ միութենական պետությունը թե Ռուսաստանի համար, թե Բելորուսի համար մեծ խնդիր է, իրականում մեծ խնդիր է, որովհետև այնքան բարդ է այդ միութենական պետության գաղափարը, ինչ միութենական պետության մասին է խոսքը։ Հայաստանը պետություն ունենալու հեռանկարի մասին պետք է մտածի, ոչ թե ինչ-որ մեկին միանալու մասին։ Միութենական պետության գաղափարը դա էժան պոպուլիստական թեզ է, որը ուղղակի փորձում են այդ ինքնիշխանության պսևդոթեզի մոտ աշխատի։ Այս ընտրություններում այդ թեզը աշխատելու է ընտրությունների ժամանակ աշխատելու են մի շարք թեզեր։ Դրանք ակտիվ պոպուլիստական կենցաղային թեզերն են լինելու, խաղաղության թեզն է լինելու, հա, պսևդոխաղաղության թեզն է լինելու, հա, ռուսահպատակ քաղաքական ներկայացվածության թեզն է լինելու, որ մենք գնում ենք մեր ինքնիշխանությունը պահպանելու, փոքր պետությունը, որ 30 տարի ի սահմաններին ունի մեծ պետության սահմաններ, ամբողջ տնտեսությունը, Սփյուռքի ամենամեծ սեգմենտը գտնվում է մի բևեռում, ինքը խոսում է ինքնիշխանության մասին։ Անկամ Միացյալ Նահանգները ինքնիշխան չի։ Գիտեք ամենաշատ ումից է կախված Չինաստանից։ Գլոբալ աշխարհում ինքնիշխանություն չկա։ Եթե սահմանները բաց են, իրենք տեսեք, պատճառաբանում են հետևյալ կերպ, ասում են Սամվել Կարապետյանը Ռուսաստանում կայացած Ռուսաստանի գործարար աշխարհից եկած մարդ է եւ բնականաբար իր բոլոր քայլերը թելադրված են լինելու Ռուսաստանի կողմից։ Այստեղից էլ ենթադրություն, մի դիտարկում անում են Ռուսաստանի խնդիրը գրագիտության մեջ, այդ որ իրանք ասում են կրթվել են նորաձև, այդ որ կարդալն է նորաձև։ Հա, ամեն դեպքում կարդալու հետ են նոր ծանոթացել, ոնց հասկացա, որպեսզի կրթվեն, լավ կլինի, որտեղ պետք է հասկանան, որ Կարապետյանի կապիտալի 40%-ն է Ռուսաստանում։ 40%։ Հասկանալի է, չէ՞։ Միշտ կարելի է օթից պոպուլիստական թեզեր հնարել, թիրախավորել, աշխատել այդ ուղղությամբ։ Դա արդեն տեխնոլոգիայի հարց է։ Դա իրաց մոտ լավ է ստացվում։ Ես չեմ հեչքում, հա։ Բայց դրան հակաթեզեր էլ կարելի է հնարել, դա ընդդիմության կողմից։ Եթե ընդդիմությունը անհրաժեշտ ջանք գործադրի, ընդդիմությունը պիտի հասկանա, որ սա իշխանության կռիվ չի։ Իրականում սա իշխանության կռիվ չի։ Որտեվ եթե իրանք իմանային պետությունը ինչ վիճակում է, այսօր իրանք չէին ուզենա գնային իշխանության։ Որտեվ իրանք հետո պատասխան են տալու, չէ՞, սրանց արածների հետ կապված, թե քաղաքական իմաստով, թե ռազմավարական իմաստով, թե տնտեսական իմաստով, թե արտաքին պարտքի իմաստով, թե սոցիալ-դեմոգրաֆիայի իմաստով, թե ընդհանրապես կառավարության իմաստով։ Մենք օր չունենք, որ մարդասպանություն չլինի։ Կրիմինոգեն վիճակը, ընդհանրապես երկրի կառավարման վիճակը ինքը խարխլված քաոսիկ ֆունդամենտալ խնդիրներ ունեցող։ Հետևաբար խնդիրը իշխանությունը չի։ Գուցե ճիշտ էր ընդդիմադիրները ամբողջ միանան, բոլորը միասին միանան եւ մեկ բևեռով պայքարեն։ Եթե այդպիսի քաղաքական իմաստունություն կամք կունենան, թող անեն այդպես։ Բայց վստահեցնում եմ ձեզ կլինեն թիմեր, ես գիտեմ, որ ըստը չեմ ասում, որ փորձելու են խառնակցություն անեն։ Այդտեղ իրաց դերը գինը ավելի բարձրացնեն։ Ցավոք այդպես է, երբեմն կան թիմեր, որոնք ընտրությունների ժամանակ սկսում են քաղաքական առևտուր անել իշխանության համար։ Չգիտակցելով, որ օրակարգը պետություն ունենալ չունենալն է։ Բայց պետություն չունենալը ո՞նց է լինում, որ Հայաստանը սկսում է դառնալ ինչ որ մեկի հարճը, ստրուկը, ենթական եւ այլն։ Ալիևը դարձել է ռեգիոնի վասալը, ֆեոդալը, ու այդ մասին խոսում է Թրամփը արդեն, խոսում է ռեգիոնալ ղեկավար պետությունները, առաջնորդները, իդեպս Էրդողանի, ով է խոսում իր հարավկովկասյան գործընկերների մասին եւ ում ի նկատի, Եվրամիությունը Թուրքիային ի նկատի ունի։ Բոլորի խնդիրը Ռուսաստանին մղելն է։ Մեր համար խնդիրը այն է, որ Ռուսաստանը չգիտի, որ ռեգիոնում բալանս լինի, ոչ թե որ Ռուսաստանը բոլոր խնդիրները լուծի, ոչ։ Մենք պետք է կարողանանք բալանս ապահովել։ Հիմա պատկերացրեք մի թիմ է գալիս ընդդիմությունից կոլեկտիվ ու այդ ամբողջ ծանրությունը ընկնում է իր ուսերի, ինքը փոքր մանևրի դաշտ ունի։ Դրա համար եմ ասում, խնդիրը պետություն պահելն է, ոչ թե իշխանություն ունենալը։ Քանի դեռ քաղաքական ուժերն ու գործիչները չեն հասկանում իրենց
պսևդոամբիցիաները իրանց ուտում են, այդ խնդրը մենք ունենալու։ Ես հիմնականում նկատի ունեմ այն ուժերի, որոնք թվում է, որ ծովը ծնկներից է։ Քաղաքական ոչ մի կռվի մեջ չեն եղել։ Չգիտեն առհասարակ շատերը պետությունն ինչ է։ Սիրում են շատ հարցազրույց, ես չեմ ասում հարցազրույց մի տվեք։ Հարցազրույցով, Facebook-յան ստատուսով, կոչերով, փողոց փակելով չի ստացվելու։ Պիտի կոնսոլիդացվեք, ձեր ամբիցիաները ծալեք, դնեք մի կողմ, հանուն պետության։ Գոյություն ես շատ սթափ բան եմ ասում, որովհետև երբ որ Ալիևը հասկացավ, որ ռեգիոնում ասենք թե մեծ պատերազմ է տեղի ունենում, ռեգիոնի բոլոր պետությունները 60%-ից ավել ռազմատեխնիկական ծախսերը ավելացրել են իրաց։ 60%-ից ամենաքիչը Ադրբեջանն ավելացրել, 28%։ Հայաստանը ընդհանրապես չի ավելացրել։ Դուք հասկանում եք, ինչ խաղաղության խաչմերուկի մասին է խոսքը։ Դե եթե գնում են խաղաղության, ռազմական ծախսերին չի է պետք։ Այդ փայլուն անտրամաբանական թեզ է իհարկե, ցավոք այդ թեզը չեն բացում շատ ընդդիմադիր գործիչներ կամ ինչ-որ շրջանակներ, որովհետև որպեսզի խաղաղություն լինի, դիմացին այդ պետքա զգաս լինի, որ քեզ չվնասի, որովհետև դու իրան կարող ես պատասխան տալ։ Հումանիզմ, բարեգթություն չկա քաղաքականության մեջ։ Ով ոնց կարողանում է ինչ որ մեկին կուլ է տալիս, մեզ էլ են կուլ տալու, եթե այսպես գնա։ Դրա համար եմ ասում, խնդիրը պետություն փրկելու ունենալու հեռանկարն է, ոչ թե իշխանության հասնելու։ Ամենաբարդ բանն եք ասում, ամբիցիաները մի կողմ դնելը։ Ցավոք ճիշտ եք ասում։ Երկը։ Շնորհակալ եմ։ Ես լավ շնորհակալ։